Մարդիկ թող գան, բոլորն էլ տեղ ունեն։ Երևանի կրկեսը, որ նոր շունչ է ստացել ու դարձել Տաշիր արենա, կարող է տեղավորել մինչև 2000 մարդ։ Փոքրիկներին չես համոզի, որ տեղը խնդիր չէ, շտապում են իրենց աթոռները զբաղեցնել։ Ինչ եք անելու այստեղ կրկեսում։ Մուլտիկ ենք նայում։ Մուլտ չէ, բայց մուլտի նման գունավոր ու սիրուն մի ներկայացում է լինելու Տաշիր արենայում։ Էթերնիա անունով։ Այսօր թիմի օրն է։ Իրանք այդքան աշխատել են։ Նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանն արդեն ասել է. Էթերնիան լույսի եւ խավարի հավերժ պայքարում լույսի հաղթանակի մասին է։ Էթերնիան խոսք է ներքին ազատության եւ դժվարությունը հաղթահարելու կարողության մասին։ Էթերնիան հիշեցում է, որ նույնիսկ ամենադժվար պահին մեր ներսում ապրում է լույսը։ Ուստի պատահական չէ, որ բարեգործական շոուն նախ դիտում են տոկունության եւ հույսի արժեքը իմացողները, Արցախից տեղահանվածներ, բազմազավակ ընտանիքներ, վետերաններ, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Կարծում եմ նույնպես սիմվոլիկ է շատ, որ առաջին հանդիսատեսը հիմնականում երեխաներ են եւ մենք սա առաջի զանգն էր, պատրաստում ենք շոուին։ Ու սկսվեց շոուն, որ սովորական կրկեսային ելույթ չէ։ Կենթանի երաժշտության, լուսային էֆեկտների, 3D լազերային բարձրակարգ լուծումների, ակրոբատիկայի, պարի եւ բեմական պլաստիկայի համադրություն է Էթերնիան։ Ավելի քան 100 արտիստ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից ու Հայաստանից ներկայացնում են ՀՀ-ում այս պահին ամենաբարձր մակարդակի տեխնիկական շոուն, միջազգային որակավորում ունեցող բեմադրողներով։ Если мы говорим о нашей площадке, Եթե խոսենք մեր հարթակի մասին, ապա այն այս պահին Հայաստանի համար բացառիկ է։ Համալիրը գերժամանակակից տեխնոլոգիաներով է համալրված։ Վստահորեն կարող ենք մրցակցել աշխարհի գերժամանակակից բոլոր հարթակների հետ։ Տաշիր արենան իսկապես զիլ հարթակ է։ здесь очень крутая площадка. Բեմը իր 360 աստիճանով լույսի ու դրա խաղի գրկի մեջ է, մեծանում ու փոքրանում է։ Ջրի, ծխի, խոնավության էֆեկտներ, շարժվող էկրաններ ունի Էթերյան, ասում են այստեղ, ավելացնում Տաշիր արենան այնպես են կառուցել, որ հնարավոր լինի այստեղ նաև թատերական ներկայացումներ բեմադրել, սպորտային միջոցառումներ անել։ Առաջին հերթին պետք է հիացմունք սպասել, հանդիսատեսի հիացմունքը, կազմակերպիչների հիացմունքը եւ իհարկե արտիստների հիացմունքը։ Նրանք 2 տարվա նախապատրաստական աշխատանքից հետո են տեսնում իրենց հանդիսատեսին։ Իսկ հայկական ինչ կա Տաշիր արենայում։ Էթերնիա շոուի ժամանակ կարելի է լսել նաև հայկական երաժշտություն, տեսնել հայկական եռագույնը, հայոց այբուբենը թռչնատառերով։ Սավառնող այս հայուհին մենակատարուհին է։ Նարինե Մադունցը, որ ճանաչվել է հայկական ժողովրդական երաժշտության պահպանման ու տարածման գործով։ Հիմա փոքրիկների համար այն աղջիկն է, որի նման ուզում են թռչել։ Նորից կգաս Տաշիր արենա, 7 տարեկան Տիգրանի պատասխանն է։ Չգիտեմ, մամեն հարցրեք։ Մամային հարցնի։ Մամա գալու է, անպայման։ Ճիշտն ասած, մենք առաջին անգամ ենք կրկես գալիս, շատ գոհ եմ, տպավորությունները մեծ են։ Մինչ մայրիկը հիշում է, որ Երևանը մոտ 10 տարի կրկես չի ունեցել, իսկ հիմա ոչ միայն կրկես, այլև Տաշիր արենա ունի, Տիգրանի հրահանգն է հնչում։ Պոպկորն էլ կա Տաշիր արենայում, ու այն էլ ինչքան։ Բայց շատ մեծ է, դու փոքր ես, այդքանը ո՞նց ես տեղավորելու։ Այնպես պոպկորնը շատ եմ սիրում։ Պոպկորն շատ սիրողներին, լույսի կամքի պայքարով հետաքրքրվողներին, կյանքի հաղթանակներին սպասողներին Տաշիր արենայում ասում են համեցեք։ Պաշտոնական բացումը հոկտեմբերի 24-ին է։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։